Ողջունում եմ ձեզ, թանկագիններս, Աստված օրհնի ձեզ, ինչպե՞ս եք։ Ես կուզեմ մի հատ երգեմ, մինչև մեր ժողովուրդը կհավաքվի, երգենք ու փառաբանենք մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին։ Աստված ձեզ օրհնի։ Այս երգը շատ լավ երգ է, հին երգերից է, հույսի մասին, ժողովուրդ, հուսա կգան ուրախ օրեր։ Գիտեք, մի բան ասեմ ձեզ, դժոխքի ամենամեծ տանջանքը նա է, որ այնտեղ հույս չկա, հույս չկա ընդհանրապես։ Իսկ մենք, քանի ապրում ենք երկրի վրա, ինչքան էլ դժվար լինի, ինչքան էլ նեղություններ և փորձություններ, բայց մենք ունենք հույս։ Տերը ողորմություն անի։ Տերը օրհնի ձեզ։ Ուզում եմ 2 րոպե սպասեմ, մինչև հավաքվեն։ Հալելույա, փառք ես Տեր, դրա համար ինչքան դժվար լինի, սիրելիս։ Մենք երկրի վրա ունենք հույս, շտկվելու, ապրելու, ապաշխարելու, ուղղվելու, իսկ դժոխքում այդ հույսը չկա։ Դրա համար էլ այնտեղ դժոխք է, առանց հույս մի վայր։ Տերը օրհնի ձեզ, հալելույա։ Հուսա կգան ուրախ օրեր, կգան զվարթ օրեր, մեր սպասված երազած, ու կանցնեն արդեն ընդմիշտ, ամեն տառապանք թախից ու վիշտ, կկորչեն մեկ ընդմիշտ, ու կգա օրհնյալ ժամ սուրբ միածնի, կհնչեն փողի ձայներն ավետիսի, և ցնցման արտասուքով, հրճվանքով ու մեծ փառքով, կմիանանք նրան, որ Տերն է փառավոր, և ցնցման արտասուքով, հրճվանքով ու մեծ փառքով, կմիանանք նրան, որ Տերն է փառավոր։ Հուսա կգտնի հոգիդ ընդմիշտ, փափագած դեռ դարերից, իր Փրկչին արարչին, ու մոռացած արդեն ընդմիշտ, ամեն տառապանք թախից ու վիշտ, կփարվեն մեկ ընդմիշտ, ու կգա օրհնյալ ժամ սուրբ միածնի, կհնչեն փողի ձայներն ավետիսի, և ցնցման արտասուքով, հրճվանքով ու մեծ փառքով, կմիանանք նրան, որ Տերն է փառավոր, և ցնցման արտասուքով, հրճվանքով ու մեծ փառքով, կմիանանք նրան, որ Տերն է փառավոր։ Հալելույա, փառք Տիրոջս,
Տերս փառավորվի ժողովուրդ, օրհնում եմ ձեզ յուրաքանչյուրին Հիսուս Քրիստոսի անունով, փառք Տիրոջը։ Ինչ անենք, կարող է մի հատ էլ երգենք, մինչև հավաքվի ժողովուրդը։ Այ, Տեր ջան, մեկը մյուսից լավն է, չգիտես որը երգես։ Հալելույա։ Շուրջս կենաց հուզյալ ծովում, լացով իմ աչքը գնայի, բայց ինձ կուգա ձայնը սիրուն, և այն կսե եկուր ինձի, բայց ինձ կուգա ձայնը սիրուն, և այն կսե եկուր ինձի, կսե թե ուր նեղյալ հոգվույս, հանգստություն կգտնվի, օ երբ կլամ հոգնածան հույս, ինչ քաղցրային ձայն եկուր ինձի, օ երբ կլամ հոգնածան հույս, ինչ քաղցրային ձայն եկուր ինձի, երբ որ վախճանս կմոտենա, ու սիրտս շատ կզարհուրի, մահվան երկյուղ վրաս կուգա, անձայն կսե եկուր ինձի, աշխարհս կանցնի եկուր ինձի, երկիրս բնավ հանգիստ չունի, աչքեր դեպի երկինք վերցուր, ես եմ բաժինդ եկուր ինձի, աչքեր դեպի երկինք վերցուր, ես եմ բաժինդ եկուր ինձի, ով ձայն գթած, ով ձայն սիրուն, ցավ կամ տագնապ երբ վրաս հասնի, դուր խրախույս դուն իմ հոգվույս, մեղմովս է եկուր ինձի, դուր խրախույս դուն իմ հոգվույս, մեղմովս է եկուր ինձի։ Հալելույա, փառք մեր Տիրոջը, թանկագիններս, ինչ վիճակում որ կաս, արի Հիսուսին, ցավ, տագնապ, նեղություն, տրտմություն, Տերը ասում է արի ինձ, իմ մոտ է քո բոլոր խնդիրների լուծումը, փառք Տիրոջս։ Սիրելիներս, գիտեք, այսօր Տերը իմ սրտին դրել է մի շատ կարևոր թեմայի մասին պիտի զրուցեմ։ Այսօրվա թեման աղոթքն է։ Խոսալու ենք աղոթքի մասին, աղոթքի կարևորության մասին, ինչեր է անում հզոր և զորավոր աղոթքը։ Փառք Տիրոջը։ Սիրելիներս, ես ժամանակներ առաջ մի հատ վկայություն լսեցի YouTube-ով, մի հատ սատանայապաշտ, ինքը ապաշխարել էր, բայց պատմում էր իր 5 կյանքից, ինչպես էին իրանք ուրեմն պայքարում հավատացյալների դեմ։ Ողջունում եմ բոլորին, ողջույն թանկագիններս, Տերը ձեզ օրհնի։ Ու այդ սատանայապաշտը պատմում է, ոնց էր ինքը պայքարում հավատացյալների դեմ։ Սիրելիներս, ասեմ, սատանայի ուրեմն
առաջին այդ պրիցելը դա աղոթող հոգիներն են, մեզ թվում է դրանք քարոզիչներն են, երգողներն են, դա իրանց հերթին, իրանց տեղում, բայց սատանայի առաջի նպատակակետը, առաջի հարձակումը, սիրելիներս, աղոթող հոգիների վրա է։ Նրանք, ովքեր գիշեր ու զոր աղոթք ու աղաչանք են անում, որտեղ աղոթքը դա հզոր ուժ է, շատ հզոր ուժ է, սիրելիներս, եթե մենք գիտակցենք աղոթքով ինչեր է կատարվում, ոչ մի վայրկյան ծնկներից չենք ելնի, մեր աղոթքը չենք ընդհատի, եթե մենք գիտակցենք, որ աղոթքով ինչեր է լինում, աղոթքով պետություններ, հրամաններ է փոխվում, պատերազմներ է կանգնում, սիրելիներս, եւ այդ սատանայապաշտը պատմում էր, որ իրանք դե Աֆրիկան մի այլ կարգի այդ կախարդությունների, հա, զարգացած է այդ առումով, Նիգերիայում էր կարծեմ, եթե չեմ սխալվում, ու պատմում էր, որ իրանք մի քանի սատանիստներով մի հատ տարածք կար, որ իրանք ուզում էին վերցնեին եւ ոչինչ չէին կարում անեին, ինչի համար, որովհետեւ այնտեղ մի քանի հոգի, քույրիկներ եւ մի հատ եղբայր ահագին երկար ժամանակ ուրեմն աղոթքով միաբանվել են, կարծեմ տարիներ իրանք ոչինչ չէին կարում անեին այդ միաբանության եւ աղոթքի հզոր ուժի համար։ Եվ այդ սատանայապաշտը առաջի իր ուրեմն նպատակն էր քանդել միաբանությունը։ Եվ ասում է սատանան ինձ բերեց այսպես մի հատ հաստ գիրք քույրիկների մեկի ուրեմն նախնիների եւ այլն ինքը մի քանի ամիս կարդացել է այդ գիրքը, որպեսզի ուսումնասիրի այդ քուրիկի բնավորության եւ թույլ տեղերը, որպեսզի գտնի եւ կարողանա խփի այնտեղ, որտեղ քույրիկը թույլ է։ Սիրելիները, սատանան շատ լավ գիտի մեր թույլ տեղերը եւ ինքը միշտ այդ թույլ տեղերի վրա է աշխատում։ Եվ ասում եմ մի քանի ամիս ես ուսումնասիրեցի այդ գիրքը եւ տեսա, որ քուրիկը շուտ նեղանալու ուրեմն խնդիր ունի, նեղանալու հետ կապված խնդիր ունի եւ ինքը սկսում է աշխատել այդ ուղղության վրա։ Մի հատ ուրիշ քուրիկի է հրահրում են, քուրիկը մի հատ բան է հիշեցնում, ինքը նեղանում է ու միաբանությունը քանդում է։ Սատանան միաբանությունից վախենում է, ժողովուրդ, հիշեք, տեսեք, Հիսուսը ասեց, որտեղ 2-3 հոգի իմ անունով, հա, մի բան խնդրեն, կառնեն, եւ Տերը ասում է, ես այնտեղ եմ, որտեղ 2 եւ 3 հոգի հավաքվեն։ Եվ սատանան միշտ միաբանությանն է խփում, ինչի համար այսօր սատանային հաջողվել, շատ եկեղեցիներ, բաժանություններ ա գցել, տներից մտնում է, եկեղեցիներով վերջացնում, եղբոր դեմ է հանում ու հաջողվում է, որտեղ միաբանության մեջ շատ հզոր ուժ կա, սիրելիներս, ջանանք միաբանությունը պահենք, միաբանությունը հզոր է, եւ այդպես այդ հաջողվում է իր այդ ստրատեգիայով, իր որոշած մտածում է ոնց քանդի եւ այսպես մեկին մյուսի դեմ հանելով կարծես հաջողվում է, ցավոք սրտի։ Դրա համար թանկագիններս հիշեք, աղոթքը հզոր ուժ է եւ սատանայի առաջի հարձակումը, այդ ատականները, իր նետերը, ամենաառաջինը երկրի վրա գալիս է աղոթող հոգիների վրա։ Դրա համար մի զարմացեք, սիրելիներս, որ դուք հոգեվոր աճ եք ունենում, փորձությունները շատանում են։ Այսօր ես մեր թանկ քուրիկներից մեկի հետ էի խոսում, քուրիկը դժվարություններ ունի, ասում եմ մի նեղվի, որտեվ սատանան տեսնում է քո հոգևոր աճը, ու ինքը սկսում է խփել, հարձակումներ, տանեցիների կողմից, ամուսնու կողմից, երեխեքի, տարբեր, որովհետև ինքը չի սիրում, երբ որ դու հոգևոր աճում ես, երբ որ դու ամրանում ես, արմատներ ես ձգում Տիրոջ մեջ, դրա համար սկսում է հարձակումները շատանալ։ Սիրելիներս, Դանիելն են աղոթեց, իրան առուծների գուբը գցեցին, այդ են զորավոր աղոթք արեց, դրա համար սատանան տրաքում էր, ասում էր լավ, այս մարդուն ոնց բռնեմ, այս մարդուն ոնց անեմ, որ այս մարդու աղոթքը կտրվի։ Եկեք կարդանք Դանիելի մարգարեություն,
6-րդ գլուխ կարող եք ձեր մոտ գրել։ Տեսեք, սիրելիներս, հաճո երևցավ դարեհի առաջին 20 կուսակալներ դնելու, որոնք լինեն բոլոր թագավորության մեջ, և սրանց վրա 3 հրամանատար։ Ներողություն, 120, սիրելիներս, 120 կուսակալներ և սրանց վրա 3 հրամանատար, որոնցից մեկը Դանիելն էր։ Տեսեք, 120 կուսակալ, այդ 3 հրամանատարին, աչի տվցը, ոնց կլինի հայերեն, հաշիվ են տալիս, որոնցից մեկը Դանիելն էր։ Տեսեք, սիրելիներս, շատ անգամ մենք ասում ենք, զբաղված ենք, աղոթելու ժամանակ չունենք, այս հոգսը, անենց չթված ես, թե Դանիելի համար հեշտ էր, պարապ էր։ Տեսեք, ինչ պաշտոն ուներ։ Թագավորական պալատում մեծ պաշտոն ուներ, 120 կուսակալ գալիս են և այդ 3-ին ուրեմն ամեն բան ինչ որ անում էին, պատմում էին և ուրեմն տեղեկացնում էին, և դրանցից մեկը Դանիելն էր։ Տեսեք, ինչքան ինքը զբաղված էր, սիրելիներս, ինչքան ինքը զբաղված էր, բայց դրա հետ մեկտեղ ամեն օր ինքը գնում էր իր սենյակը, պատուհանները բացում էր և իր Աստծուն աղոթք ու աղաչանքեր անում։ Դրանից սատանան տրաքում էր, ժողովուրդ, նորից եմ ասում, հուշտ մի եղեք, երբ որ դուք հոգևոր աճում եք, ձեր վրա հարձակումները շատանա, դա շատ սովորական և անգամ ուրախալի բան է։ Ինչի, որովհետև սատանան պտուղ է տեսնում քո վրա, ու արդեն ինքը սկսում է քեզանից վախենալ։ Ասում է, ոնց անեմ, սրա դեմ ոնց պատերազմեմ, որ աղոթքները խափանվի, որ այս մարդը հետ կանգնի, այն բռնած ճանապարհից, որ ինքը ընթանում է։ Եվ տեսեք, ուզում եմ շարունակեմ, 120 կուսակալներ և սրանցից 3-ը, ուրեմն, որոնցից մեկը Դանիելն էր, հաշիվ էին տալիս 120-ը 3-ին։ Այն ժամանակ Դանիելը նախապատիվ եղավ հրամանատարներից և կուսակալներից, որտեղ նրանում գերազանց հոգի կար, և թագավորը մտածում էր, որ նրան բոլոր թագավորության վրա դնե։ Եվ թագավորը շատ սիրում և հարգում էր Դանիելին և անգամ որոշել էր, որ ամբողջ թագավորության վրա պիտի դնի Դանիելին, որտեղ գերազանց հոգի կար նրա վրա։ Այն ժամանակ հրամանատարները, կուսակալները աշխատում էին մի պատճառ գտնելու Դանիելի դեմ, ուզում էին որսային այդ մարդուն, նախանձից, չարությունից, որտեղ ամբողջ թագավորության մեջ Դանիելը փայլում էր։ Եվ թագավորն էլ որոշել էր, որ ամբողջ այդ կուսակալների վրա դներ։ Եվ ինչ են անում, ծրագիր են մտածում, ոնց փորձում են Դանիելին, ոչ մի բանով չեն հաջողվում, որտև ինքը անարատ էր, սիրելիներս, ինքը անարատ էր, և ասին մենք այս մարդու վրա ոչ մի բան չենք կարող գտնենք, գիտեք, շնության մեղքի մեջ չեն փորձել գցել, գողության մեղքի մեջ տարբեր բաներ փորձել են և չեն հաջողվել։ Եվ ասեցին մենակ Աստծու կողմից մենք կգտնենք։ Եվ այդպես հավաքվում են, հետևում են, տեսնում են, որ Դանիելը օրը 3 անգամ բացում է իր պատուհանները և աղոթք ու աղաչանք է անում Աստծուն։ Այստեղ ասեցին, այս ինչ լավ բան է, քանի որ ոչ մի կողմից մենք չենք կարող Դանիելի վրա ինչ-որ բան գտնել, ուրեմն կգտնենք Աստծու օրենքի կողմանը։ Եկեք շարունակենք, բայց բնավ մի պատճառ և չարություն չկարողացան գտնել, որտև նա հավատարիմ էր և ոչ մի հանցանք և չարություն չգտնվեցավ նրա վրա։ Այն ժամանակ այս մարդիկ ասեցին, թե մենք Դանիելի դեմ բնավ մի պատճառ չենք գտնելու, այլ նրա վրա կգտնենք Աստծո օրենքի կողմանը։ Այն ժամանակ հրամանատարները, կուսակալները ժողվեցան թագավորի մոտ և այսպես ասեցին նրան. «Ով դարեր թագավոր, հավիտյան կաց, խորհրդակցել ենք թագավորության բոլոր հրամանատարները, նախարարները և կուսակալները, խորհրդականները և կառավարիչները, որ թագավորը մի հրաման որոշե»։ Սա ծուղակ էր, սիրելիները, սա ծուղակ էր Դանիելին բռնելու համար, բայց թագավորը ինքը գլխի չէր ընկել։
Եվ առանց գիտակցելու այդ հրամանը ստորագրում է թագավորական կնիքով կնքում է, որ երբևիցե փոխվելու ունակություն չուներ, անգամ թագավորը չէր կարող փոխել իր հրամանը, որովհետև դա թագավորական որոշված օրենք էր։ Այդպեսի խիստ ուրեմն անգամ թագավորը չէր կարող փոխել իր օրենքը։ Եվ ինչի համար է այս ամեն ինչը, որ Դանիելին բռնեն, որովհետև Դանիելը ամեն օր իր Աստծուն աղոթք ու աղաչանք էր անում։ Եվ ասում է հետևեցին գտան Դանիելին Աստծու առաջ աղոթելուց, Դանիելը շատ խիզախ մարդ էր, ինքը կարող ասեր ես այս մի ընթացքը, հա, կարծեմ 30 օր էր այստեղ հրամանը, մտքիս մեջ կաղոթեմ, հա, կարար, բայց ինքը շատ քաջ, հզոր եւ այսպես ինքը ասեց ես աղոթել եմ ու պիտի աղոթեմ։ Ու փառք Տիրոջս տեսնում ենք, որ չեմ ուզում ուղղակի այսքանը կարդամ, ուզում եմ արագ պատմեմ եւ մի խոսքով երբ որ բերում են Դանիելին, որ պետքա գցեն, թագավորը ամեն բան արեց, որ չգցեն գուբը, բայց ոչինչ չկարողացավ, թագավորական հրաման էր։ Բայց ասեց այն Աստվածը, որին դու ծառայում ես, քեզի թող պահի։ Եվ սիրելիներս, Դանիելին գցեցին առյուծների գուբը։ Աստված իր հրեշտակը ուղարկեց եւ առյուծների բերանը փակեց եւ ոչ մի վնաս չտվեցին Դանիելին, ինչի համար, որովհետեւ նա հավատարիմ էր, նա խիզախ էր, նա չփոխվեց, ասեր գիտես ես թաքուն ես մի քանի ես մի ամիսը թաքուն կաղոթեմ, չէ, ինքը ուրեմն համարձակությունով ոնց որ աղոթել էր, այդպես է շարունակեց եւ Տերն էլ պահեց իրան, քանի որ նա հավատարիմ էր։ Սիրելիներս, դրա համար սկսեք աղոթել Դանիելի նման եւ տեսեք ինչքան խնդիրներ կառաջանան, բայց Տերը հանելու է քեզ այդ խնդիրներից, այդ ամեն հոգսերից։ Եթե դու իրոք սրտանց աղոթող հոգի ես, հարձակումները շատ է լինելու, սիրելիներս, բայց դրանից հուշտ մի եղեք, մի վախեցեք, հավատացյալի կյանքը դա պատերազմ է։ Մի հատ շատ լավ եղբայր ունենք, ռուսերեն է քարոզում, ասում է жизнь христианина это постоянная борьба. Нет борьбы, нет жизни. Քրիստոնյայի կյանքը դա մշտապես պատերազմ է, պատերազմ չկա, կյանք չկա, մենք պատերազմելով ուժեղանում ենք, առաջ ենք գնում, արմատներ ենք ձգում, դպրոց ենք անցնում, հոգևոր դպրոց, մեծանում ենք, ավելի բարձր դասարան ենք ուրեմն տեղափոխվում, հոգևոր առումով, հա, հոգևոր այդ ստեպեններ կա։ Դրա համար սիրելիներս, աղոթքը շատ կարևոր բան է։ Միշտ հիշեք, ամբողջ դժոխքը, դիվական աշխարհը, սատանան, իր առաջի ուրեմն նպատակը խփել աղոթող հոգիներին։ Իր առաջի նպատակը աղոթող հոգիներն են, որովհետև աղոթքով հրաշքներ է լինում, աղոթքը բարձրանում է երկինք եւ աղոթքը ամենակարևոր բանն է, քարոզից էլ կարևոր է։ Ժողովուրդ, կարող է ինչ-որ մեկը մտածում է, ես Աստծու տան մեջ ծառայություն չունեմ, չեմ երգում, չեմ քարոզում, հա, ես ինչ եմ անում, ում եմ պետք։ Դու աղոթի, ամենամեծ ծառայությունը ծածուկ աղոթելն է։ Կարող է մարդիկ էլ չիմանան, մարդիկ էլ չտենան, բայց դու աղոթի, ամենամեծ ծառայությունը դա աղոթքի ծառայությունն է։ Եվ դրա համար այդտենց սատանան ամենաառաջի ուրեմն հարվածը ուղարկում է աղոթող հոգիների վրա։ Փառք Տիրոջը, բայց Դանիելին ոչ մի բան չեղավ, Տերը պահել էր եւ բոլոր այն մարդիկ, ովքեր չարախոսել էին Դանիելին, ասում է, երբ որ իրանց ընտանիքներով գուբն էին իջացնում, առյուծների գուբը, այստեղ կատարվում է այն խոսքը, որ ասում է փոսփորող ինքն է անգնում փոսը, ասում է դեռ գուբի հատակը չհասած, առյուծները օդի մեջ հոշոտեցին։ Այդ նույն առյուծներն են, ժողովուրդ, որ Դանիելին ոչ մի բան չէին արել։ Բայց Դանիելի վրա պաշտպանություն կար, իսկ նրանց չէ։ Ոնց որ եգիպտացիները Կարմիր ծովը անցնելու փորձ արեցին ու խեղդվեցին, բայց Իսրայելը ապահով անցավ։ Նույնը սրանք։ Դանիելը իջավ գուբը, գուբից նորմալ բարձրացավ, ոչ մի հատ մաս չէր ընկել գլխից։ Բայց իրանց օդի մեջ առյուծները հոշոտեցին։ Դրա համար սիրելիներս,
աղոթող հոգիներ եղեք, աղոթքը ամենակարևոր բանն է, հավատացյալը առանց աղոթքի կյանքի ինքը մեռած հավատացյալ է, համարձակվում եմ ասելու, մեռած հավատացյալ է, ժողովուրդ աղոթքը դա Աստծու հետ խոսալ է, ոնց կլինի դու քո հոր հետ չխոսաս, ես չեմ ասում մենակ են աղոթքները Տեր ջան էսի տուրեն եմ ուզում են արա, չէ, հիշեք, Հիսուսը կախարդական փայտիկ չի ժողովուրդ, որ մեր ցանկությունները կատարի, որ աղոթում ես նախ եւ առաջ երկրպագի, արի երկրպագության աղոթքով, քո Աստծուն օրհնի, փառաբանի, գովերքի, մնացածը եթե անգամ չասես ինչի կարիք ունես Տերը գիտի, ասմա դու երկնայինը խնդրի եւ ես քեզ կտամ։ Դրա համար սիրելիներս աղոթեք, անդադար աղոթեք, աղոթքը շատ կարևոր է։ Այն քրիստոնյան, որ չունի աղոթքի կյանք, ինքը հոգևորապես մահացած քրիստոնյա է եւ սատանայի կռիվը աղոթող հոգիների դեմ է, այն մարդկանց դեմ է, ովքեր Հիսուս Քրիստոսի վկայությունը ունեն, նրանց դեմ է։ Դրա համար տեսեք, սիրելիներս, այստեղ նորից ուրեմն Դանիելի գրքից կուզեմ հատված կարդալ 10-րդ գլուխ եւ 12 խոսքից կհիշեք, երբ որ Դանիելը 21 օրվա ժողովուրդ ծոմապահություն էր մտել 21 օրվա։ Տեսեք, եւ երկնքում ուրեմն մթնոլորտ կա, օդի իշխանի իշխանությունն է, չար դևերի, սատանաների եւ Գաբրիելը բերում է աղոթքի պատասխանը եւ դևը, որ ասում է Պարսից իշխանն էր, խանգարում էր եւ չէր թողում, չէր կարողանում ճեղքեր։ Պատասխանը 21 օր ժողովուրդ պատերազմ է գնում։ Եվ Միքայելը գալիս է օգնության։ Միքայելը ամբողջ երկնային զորքերի վրա է դրված ժողովուրդ։ Եվ գալիս է Գաբրիելին օգնության։ Եվ աղոթքի պատասխանը գալիս է 21 օր ծոմապահություն։ Տեսեք ինչքան կարևոր է ծոմը եւ աղոթքը, շատ կարևոր է։ Ժողովուրդ կհիշեք, երբ որ աշակերտները դև էին հանում եւ չէին կարողանում, Տերը ինչ ասեց, այս տեսակի ցեղը դուրս է գալիս ծոմով եւ աղոթքով։ Դրա համար շատ կարևոր է ծոմապահություն, աղոթք, անկախ ամեն բանից կարող է մտնես ծոմ, ամեն բան խառնվի իրար, էդի նորմալ է, ժողովուրդ հիշեք, սատանան ամեն բան անում է, որ դու այդ ծոմից դուրս գաս։ Սատանան ամեն բան անում է, որ դու այդ աղոթքը հարամվի, ծոմը չլինի, չեղյալ լինի, որ ինքը հաղթի։ Բայց եթե դու հավատարիմ մինչև վերջ մնաս քո աղոթքի ծոմի մեջ, քո պատասխանը գալու է, մեկ է, եթե անգամ ուշանա գալու է, չհուսահատվես։ Կհիշեք Եսթերին, սիրելիներս, այդ ամբողջ ազգը դատապարտված էր, մեռնելու, մորթվելու։ 3 օր ասեց գնացեք, ասեք ես էլ իմ աղախինների հետ ծոմ կպահեմ։ Լացելով, ողբով Աստծուն կխնդրեմ։ Եվ ինչ եղավ, նորից նույնը, այն մարդիկ, ովքեր հիմնական Համանը, Haմանից էր դուրս եկել, որոշել էին, որ հրյաներին վերջացնեին, սպանեին այդ ազգը, մի հոգի էլ չէ, մի հատ մուրդքեի համար, ասма դրանց ամբողջ ազգը պիտի վերացնեմ, բայց ինչ եղավ վերջում, գրածա հրյաների վախից հրյա էին դառնում, տեսեք ժողովուրդ, ինչ արեց ծոմը աղոթքի հետ միասին, այն ազգը, որ դատապարտված էր մորթվելու, մեռնելու, վերջում ասմա հրյաների վախից հրյա էին դառնում, փառք Տիրոջը, եւ այդ օրը հրյաները իրանց թշնամիներից վրեժ առան։ Դրա համար սիրելիներս աղոթքի մարդ եղեք, աղոթքի մարդ, շատ կարևոր է աղոթքը։ Հոգևոր կյանքում, եթե դու աղոթքի կյանք չունենաս, դու առաջ չես գնա, դու կպարտվես։ Աղոթքը դա մեր հեռախոսը ոնց են զարյատկի դնում ժողովուրդ, ամենալավ հեռախոսը, չգիտեմ, iPhone-ա, MacBook-ա, ինչա, չունեցավ զարյատկա շպրտում ես մի կողմ, ում ա պետք, ոչ կարաս կապնվես, ոչ զանգես, ոչ զանգ ընդունես, չկա, զարյատկա չկա, ով ուզում ես սեղի, առաքյալ ես, մարգարե ես, չգիտեմ, տեսանուղ ես, հոգևոր կապը չեղավ, աղոթքը չեղավ, ոչ մի բան ես դու։ Դրա համար հիշեք, որտեղ աղոթք կա, ընտե նաև շատ հարձակումներ կա, որտեղ սատանայի կռիվը, աղոթող հոգիների դեմ է, պատերազմող հոգիների դեմ է։ Տեսեք Տերը ասում է, ես մանեկա խրամատում կանգնող
Եվ մի հոգի չգտա, մարգարեության մեջ ասում է, խրամատում կանգնող մի հոգի չգտա, որ այս ժողովրդի համար բարեխոսի։ Ռուսերենում լավ խոսք կա, ստայած պրալոմի, ճեղքի, քո աղոթքը թող ճեղքող աղոթք լինի։ Ժողովուրդ այսօր շատ շատերը ցավոք սրտի հավատացյալների մեջ ասում են, ես փրկվեմ, իմ ընտանիքը փրկվի, հերիքա։ Դու հաստատ չես փրկվի այդ քո մտածելակերպով։ Եթե դու չես հասկանում Քրիստոսի մարմնի մեջ մեկ լինելը, մեկ անդամ լինելը։ Այսօր 50-ականները ասում են մենք ենք ճիշտը, խարիզմատիկները մենք ենք, հարս եկեղեցին մենք ենք։ Ոչ մեկն էլ հարս եկեղեցի չի։ Հարս եկեղեցին անհատական հոգիներ են Տիրոջը սիրող եւ պաշտող։ Ով կասի էսի ճիշտ է, այնի սխալ է, մենք ենք հարս եկեղեցին, հիշեք, անհատ հոգիներ են, տարբեր ազգերից, տարբեր ցեղերից, տարբեր դինամինացիաներից։ 50-ականների մեջ է Տերը լիքը իրան սիրող ունի խարիզմատիկների, առաքելականների, շատ։ Երբեք մի բաժանեք, որ էսա ճիշտը ու վсё։ Հարս եկեղեցին Տիրոջը սիրող անհատ հոգիներն են եւ այդ բոլորը միաբանվում են։ Եվ հափշտակության օրը մագնիսը ոնց ասենց գալիս է, սա կպնում է բարձանում է։ Այ այտենց Տերը Սուրբ Հոգով հափշտակելու է բոլոր իրան սիրող, նվիրվող եւ պաշտող հոգիներին։ Դրա համար հարս եկեղեցին նրանք են, ովքեր Հիսուսին սիրում են եւ պաշտում են։ Էդի այդպես թանկագիններս, անցանք առաջ։ Ուրեմն տեսեք, ուզում եմ կարդամ առաջի Հովանեսի թուղթը։ Մի րոպե, այստեղ Հովանեսի թուղթը նշել էի, բայց տեղը խառնվել է։ Լավ, եկեք ասենց հիշելով ասեմ, որտեղ ժամանակ չեմ ուզում ծախսեմ տեղը ման գալու վրա, այսպիսի խոսք կա, որ նա ով Աստծուց հածնված չի մեղանչում, որովհետև նրա սերմը մնում է նրանում, չի կարա մեղանչի։ Սիրելիներս, սերմը աճելու համար ինչ է պետք, որ այդ սերմը ջրես, հա? Եթե սերմը ընկավ հողի մեջ եւ այնտեղ ջուր չեղավ, այդտեղ բան չի աճի։ Ուրեմն հիշեք, սերմը ջրել է պետք, ջրելը դա աղոթքն է, աղոթքով ջրեք, ամեն օր աղոթի, եւ ասում է այդ սերմը, որ իրանում է, չի թողի, որ մեղք գործի, այդ սերմը պահում է, որտեվ դու Աստծուց ես ծնված, բայց նա, որ խոսքը կլսի, ու կասի դե լավ է, դե հիմա երբ կուզեմ կաղոթեմ, հարմար չի, այդ սերմը կչորանա, սիրելիս, այդ սերմը չի աճի, դրա համար ջրի ամեն օր աղոթքով քո մեջ ընկած խոսքը ջրի, որ ինքը աճի, մեծանա, պտուղներ տա, բա ինչի ասում, Սուրբ Հոգու պտուղը սեր, ուրախություն, խաղաղություն, էդի պտի ջրես, էդի հոգևոր կյանքը ընթացք է, էդի մի անգամից չի։ Բայց մոտենալով ամեն օր օրեցօր այդ սերմը ջրում ես, աճում է, ինքը ծառա դառնում եւ պտուղներ է տալիս։ Եվ քո հետ շփվողը քաղցրություն է առնում, խաղաղություն, ուրախություն, սեր, ամեն բան այդ ամեն ինչը քո մեջ տենում է։ Դրա համար ասում է, սերմը մնում է իրանում եւ ինքը չի կարա մեղանչի, որտեվ Աստծուց է ծնված։ Հալելույա։ Գիտեք, սիրելիներս, մի հատ եղբայր է լինում, ինքը տենց խոշոր բիզնեսներ է ունենում, հավատացյալ եղբայր է ունենում եւ մի անգամ մեր եղբայրներից մեկին տեսնում է, այդպես խոսում են, եղբայրը հարցնում է հոգեվոր վիճակից, ասում է գիտես, եթե ես քո նման սկսեմ կարդալ, աղոթել, իմ բիզնեսը անկում կապրի, ես չեմ կարա, ես զբաղված մարդ եմ, ես ճանապարհներին մեքենայի մեջ եմ աղոթում։ Այս աղբերն էլ ասում է ինչ ասեմ, նայի, որ հետո ուշ չլինի, որտև ընկած ես գործերով, հոգսերով ու քո հավատքի կյանքը անկում է ապրում։ Եվ ասում է անցնում է մի ժամանակ, այս մեր աղբորը խաբար են տալի, որ այս մեր բիզնեսմեն եղբայրը, որը չափից դուրս զբաղված էր, Արտակ աղբերս գրել է համարը, Հովանես 3:8 Տերը օրհնի։ Եվ այս բիզնեսմեն եղբայրը, որ չափից դուրս զբաղված էր, հիվանդանում է, սիրելիներս։ Հիվանդանում է եւ երբ որ գնում է բժշկի, բժիշկը երբ որ հետազոտում է, ասում է արդեն ուշացել ես։
չափից դուրս ուշացրել ես, քո մոտ ուրեմն քաղցկեղը արդեն վերջի ստադիա, էլ ոչ մի բան անել չի լինի։ Եվ այդ հարուստ բիզնեսմեն աղբերը կանչում է, այս մեր աղբորը, ասում է, ես երբ որ ունեի ժամանակ, ասենք ես տրվել էի բիզնես, փող, ես աղոթքի կամ ընթերցանության Աստծուն նվիրվելու կարիք չունեի, ես ընկել էի փող կուտակելու հետևից, իսկ հիմա բժիշկը ասում է, որ չափազանց ուշ է։ Երբ որ մատերի արանքով ես նայում, քո հոգևորությանը, սիրելիս, կարող է գա ժամանակ, որ դու ուզենաս, բայց արդեն ուշ լինի։ Դրա համար ինչի ասում, երիտասարդներ, դուք զորավոր եք, քանի ունեք այդ ուժը, առույգությունը, տրվեք Աստծուն, ծառայեք Աստծուն, սիրեք Աստծուն։ Մենք բոլորս աշխատում ենք, այնպես չի որ, բայց իմ ասածը այն է, որ ուշք ու միտքը տետի չլինի, աշխատել, փող կուտակել, այս սրանից հետ չմնալ, այն նրանից հետ չմնալ, Աստծու զավակը ամեն ինչով բավարարվում է, սիրելիներս, Աստծու զավակը քչով էլ է բավարարվում։ Եվ այդ աղբերը աղոթում է այդ բիզնեսմեն աղբոր համար, գոնե թե այդ վերջի պահերին, վերջի օրերին, գոնե թե Տերը ողորմություն անի, որ հոգին փրկվի, բայց այդ եղբայրը ասում է, այս անկման պատճառով իմ երեխեքը ու իմ թոռները տուժվելու են, որ ես աղոթող հոգի չեմ եղել իմ ընտանիքի համար, իմ երեխեքի համար, իմ թոռների համար, սիրելիներս, այսօր այնքան կարիք կա աղոթելու, այս աշխարհը կորուստ է գնում, քո հարազատները, բարեկամները, մտերիմները, այնքան աղոթքի կարիք կա, բայց մենք չափից դուրս զբաղված ենք, չափից դուրս։ Գիտեք, ժամանակներ առաջ այդպես տրտմել էր հոգիս, Տիրոջը ասեցի, պարկած սենց խոսում եմ Հիսուսիս հետ, ասի Տեր, վերցրու հոգիս։ Գիտեք, սիրելիներս, նորմալ է, հոգևոր կյանքում կհիշեք Եղիան ինքը եւս ասեց Տեր, բավական է։ Երբ որ տեսնում ես այս անարդարությունը, անիրավությունը, վերջը մարդ ես, իրական հոգևոր մարդ ես, կյանքում իրան լավ չի լզգում, ասեմ ժողովուրդ, նրա ուշքը միտքը երկինքն է, նա չի կարա միաձուլվի ես աշխարհի հետ։ Եվ այդպես մի օր տենց Տիրոջս ասի Տեր վերցրու ինձ, հոգնել եմ այս աշխարհից, ինչ կլինի։ Անկեղծ այսպես պարկած Տիրոջս հետ զրուցում եմ աղոթքով Տեր։ Եվ գիտեք Տերը ինչ ցույց տվեց, ընդամենը մի քանի վայրկյան տևեց։ Ես տեսնում եմ դժոխքը։ Եվ ժողովուրդ լիճ է, մեծ լիճ, եւ մարդիկ վառվում են։ Դյութ տեսած կաք, սև դյութ։ Մարդիկ ամբողջությամբ այդ ծովի մեջ են, մենակ իրանց գլուխներն է երևում, ասենց մեծ տարածք է, ես տեսնում եմ, մենակ գլուխներ, իրանք ամբողջությամբ ընկղված են այդ սև դյութի մեջ։ Եվ իրանց դեմքին տառապանք, տանջանք, հուսահատություն, նայում ես ասենց հայացքները վերև, բայց իրանց համար էլ չկա փրկություն։ Եվ ես ասում եմ, Տեր, ինչի ես ինձ էսի ցույց տալիս։ Ես քեզ խնդրում եմ, որ դու իմ հոգին վերցնես, դու ինձ ինչ ես ցույց տալիս։ Չեմ կարող հասկանամ իմաստը։ Եվ մի քանի վայրկյան այսպես կարծես այսպես էս մարդկանց մոտով ուշադիր իրանց դեմքերին նայելով տառապանք տանջանք եւ Տերը գիտես ինչ ասեց։ Տերը ասես տեսնում ես այս վայրը Հավիտյանն է, բայց դու ինձ պետք ես, քո աղոթքը, քո ծառայությունը, քո պատգամը, քո քարոզը շատերին պիտի պահի, որ այս տեղը չգան։ Ինձ ծառայողներ են պետք, դու խնդրում ես, որ ես քեզ վերցնեմ։ Ինձ ծառայողներ են պետք։ Ճիշտ է, այդ մարդկանց համար այլևս չկա ներում բեկում դժոխքից փրկություն չկա, բայց քո ծառայելով շատ շատերը քո խոսքը լսելով չեն գալու այս վայրը։ Եզեկիելին ինչ ասեց, գնա ասա, կլսեն թեզանց կանեն, բայց դու գնա ասա։ Տերը ասում է շատ շատերը քո ծառայությունով, քո աղոթքով չեն գալու այս վայրը։ Ես քո կյանքը պահել եմ, դու ինձ պետք ես։ Դրա համար սիրելիներս շատ հաճախ, երբ որ մենք հուսահատվում ենք, ասում ենք Տեր, վերցրու, Տեր, չեմ դիմանում, հա լինում է, բոլորիս հետ էլ մարդ ենք ժողովուրդ։ Լինում է, պատահում է։
Տերը ասում է, ուր ես ուզում գնաս։ Այսօր մարդիկ քո կարիք ունեն։ Այսօր այնքան աղոթելու կարիք կա։ Մարդիկ կործանվում են քո շուրջ բոլորը։ Ուր ես դու, որպես պատերազմող հոգի կանգնես պաշտպանության, ժողովուրդ խրամատում կանգնող, այսօր Տերը մանա գալի չի գտնում։ Ու դու ուզում ես գնաս պրծնես, Տերը ասեց պահել եմ քո կյանքը, դու ինձ պետք ես, դու ինձ պիտի ծառայես։ Փառք Հիսուսին դրա համար, երբ որ մենք ասում ենք Տեր, չենք կարում, Տեր ասում է դու պետք ես, դու պիտի ծառայես, դու պիտի աղոթես, դու պիտի վկայես, որ բոլոր սուրբերը ասեն Տեր ինձի վերցրու, ով է վկայելու այս աշխարհին։ Ով է որպես աղու լույս լուսավորելու այս խավար աշխարհը, ով է համ տալու այս աշխարհին։ Ով է քարոզելու։ Ասում է ոնց լսեն, եթե քարոզող չլինի, ուղարկվող չլինի, չէ՞ որ հավատքը լսելուց է։ Դրա համար մեր կյանքով, մեր ապրելով, մեր ծառայությունով, մեր աղոթքով, այս աշխարհը մեր կարիք ունի, մեր հարազատ բարեկամներ կորուստ են գնում, ժողովուրդ։ Եթե դու հավատացյալ ես, դու մտածում ես, ես փրկվեմ, իմ երեխեքը, իմ կնիկը, իմ մարդը, դու չես փրկվի։ Եթե դու չես հասկանում Հիսուս Քրիստոսի մեջ մի մարմին լինելը, իմ աղբոր ցավը իմ ցավն է, իմ քրոջ ցավը իմ ցավն է, եթե ես էգոիստի նման մտածում եմ, մենակ ես իմ անձը ազատեմ, ես փրկվեմ, ես չեմ փրկվի։ Ես մի հատ քույրիկ գիտեմ, ասներ ինձ պետք է, սրա համար աղոթեմ, նրա համար աղոթեմ։ Քույրիկ ջան, ու դու տենց ուզում ես երկին գնաս, դու չես հասկացել Քրիստոսի մարմնի մեջ մեկ լինելը։ Եթե հավատացյալները քո համար էսի էնի են։ Գիտեք, ես օրվա մեջ ինչքան ժամանակ եմ տալիս անհատական բացի խմբերից մարդկանց հետ զրուցելու, ինչքան մարդիկ են ինձ զանգում, հուսահատված, տկարության մեջ, հարձակումների տակ, բացի խմբերը ես շատ հաճախ մարդկանց հետ խոսում եմ, աղոթում եմ իրանց համար, բայց շատ զբաղված լինելով հանդերձ, ժողովուրդ, շատ զբաղված լինելով հանդերձ, բայց ես հասկանում եմ, որ կարևորը երկնայինն է, այս մարդը հուսահատության մեջ է, այս մարդը վատ է ազգում, այս մարդը աղոթքի կարիք ունի, բայց եթե ասեմ, բա իմ գործը ով է անելու, բա էսի մնաց, բա էնի մնաց, ինձի պետք է սրա հոգսը, նրա հոգսը, Տերը կասի դու չես մտնելու երկինք, դու չես հասկացել Քրիստոսի մարմնի մեջ մեկ անդամ լինելը։ Եթե ձեռքս ցավում է, ամբողջ մարմինս այդ ցավը զգում է, եթե ոտքս ցավում է, ամբողջ մարմինը զգում է այդ ցավը։ Իսկ եթե դու ցավ չես զգում, քո քրոջ, դու քո աղբոր ցավը քոնը չի, ուրեմն դու պրոթեզ ես, դու մարմնի անդամ չես։ Պրոթեզն է, որ ցավ չի զգում, ժողովուրդ։ Մարդու ձեռքը կեսից պրոթեզ է դրած, կուզես դիր կտրի, ոչինչ չի զգում, որտեվ մի սուարուն չի նա։ Այ լիքը տենց պրոթեզներ կան եկեղեցում, որ իրանց համար մեկ է, քուրը աղաղակում է, լացում է, աղբերը վատ վիճակի մեջ է, ինձ պետք է, ես իմ հոգսը։ Դու երկինք չես մտնի այդ քո էգոիստ սրտով, էգոիստությունով, չես մտնի։ Դրա համար սիրելիներս, եղեք մի մարմին, մի շունչ, մի հոգի Հիսուս Քրիստոսի մեջ։ Իրական Քրիստոսի մարմինը, իմ ցավը պետք է լինի քո ցավը, իմ ցավը լսեցիր, իմ հոգսը լսեցիր, պետք է մտնես աղոթքի, սրտանց, քո ընտանիքի համար, տեսեք, քո ընտանիքի նման մի հատ եղբոր Տերը ասել էր, եթե դու ինչ-որ մեկի համար, քո աղբոր քրոջ հոգսի համար աղոթում ես, ոնց որ քո հոգսը, ես էլ մտնում եմ քո տան մեջ, քո հոգսերին եմ պատասխանում, եթե դու սրտանց աղոթում ես։ Բայց եթե դու էգոիստի նման ասես, ինձի պետք է սրա համար աղոթեմ, ինձի պետք է, ես իմ ընտանիքը իմ կաշին պրծնեմ, դու երկինք չես մտնի, որտեվ երկինքը դա սրբության վայր է, այնտեղ սուրբերն են մտնում, ովքեր սիրում են իրար։ Ոչ թե քո համար էսի ու էնի են հավատացյալ քուր եղբայրները։ Դրա համար սիրելիներս, աղոթող հոգիներ եղեք, ձեր ընտանիքի համար, իսկ ընտանիք ով է առաջինը։ Քո եկեղեցին, երբ որ Հիսուսին կանչեցին, ասին հայրդ, մայրդ, քույրդ, եղբայրդ, ասման այդ աշակերտները ասեց սրանք են։ Իմ քույրը, իմ եղբայրը, իմ մայրը, առաջինը քո ընտանիքը, քո հոգևոր ժողովուրդն է։ Հիշի, քո հոգևոր քուր աղբերները։ Դրա համար մեկությունը դրա մեջ է, ու սատանան դրանից է վախենում, ժողովուրդ։ Այդ միաբան աղոթքներից եւ առաջի պրիցելը սատանայի նպատակը աղոթող հոգիներն են, որ խեղճացնի, խփի,
աղոթող հոգիներին։ Ես պատմեցի սատանայապաշտի վկայությունը, որ ինքը վկայել էր, որ առաջի իրանց նպատակը խփել հավատացյալներին, այն հավատացյալներին, ովքեր աղոթքի կյանք ունեն։ Եվ շատ անգամ հաջողվում էր իրանց, որովհետև դու որպես հավատացյալ պիտի իմանաս սատանայի գործելավոճը, ոնց է ինքը կռվում քո հետ։ Մարդկա ասում է, հենց ծնկում եմ աղոթելու, հեռախոսը զանգում է, դուռը ծեծում են, հարևանը գալիս է, լավ, ոնց անեմ։ Բա տենց էլ պիտի լինի։ Ասում է, մտի քո սենյակը, դուռը փակի։ Աղոթքից ժամ, նա աղբեր ջան, անջատի, հեռախոս, դուռը փակի, չկամ ես։ Ես իմ տիրոջ հետ հանդիպում ունեմ։ Բա ուզում ես սատանան չխանգարի, նա ամեն ինչ անելու է, որ այդ քո աղոթքին խփի, որ այդ աղոթքը չբարձանա երկինք։ Աղոթքել կա, աղոթքել, ժողովուրդ, աղոթք կա մինչև պատալոք է։ Սրտանց փագի բոլոր դռները, կապնվի քո Աստծո հետ, ասա ես իմ հորս հետ խոսալու ժամն է։ Իմ հերը ինձ է սպասում։ Ժողովուրդ, շատ հաճախ մենք էգոիստների նման գալիս ենք Տեր ջան, այս տուր, այն տուր, այն եմ ուզում ու հաջողություն։ Ոնց որ թե Տերը մեր համար կախարդական փայտիկ է, այ մարդ Տերը քեզ կարոտել է, Տերը ուզում է քո հետ խոսա, մի հատ սիրտը թափի, մի հատ դատարկվի, մի հատ պատմի, ինչ է կատարվում քո հետ, մխիթարությունը կառնես, ուրախությունը կառնես, խաղաղությունը կառնես, սերը կառնես, լինում է, որ սիրուց պաղում ենք, այո, լինում է, հավատքից ընկնում ենք, հույսից պակասում ենք։ Այդ ամեն ինչը արի, պատմի քո Աստծուն, սիրտը թափի, ժողովուրդ գալիս ենք Տեր ջան, էսի բժշկի փոխտուր, մարտուր, կնիկտուր, ալելույա, ամեն։ Էսի եղավ աղոթք, ու դու ուզում ես, որ այս աղոթքը բարձրանա երկինք։ Դու մի հատ փառաբանում ես Տիրոջը, ասում է Դանիելը գովաբանում եւ օրհնում էր Աստծուն, սենց աղոթք էր անում։ Չէր մտնում ու չգիտեմ ինչ էր խնդրում, թեպետ այդքան պաշտոնյա մարդ էր, այդքան հոգսերով մեկտեղ, այդքան 120 կուսակալ իրան ուրեմն պատմում էին ինչ որ լինում էր։ Պատկերացնում եք Դանիելի գլուխը ինչքան էր ուռե։ Բայց այդքանի հետ մեկտեղ գալիս էր իր Աստծուն, ասում է փառաբանում, գովաբանում էր։ Այսօր մեր աղոթքները տուր։ Ասում է տզրուկը 3 աղջիկ ուներ, տուր հա, Տերը էլի կտա, բայց ինքը հայրը կարոտում է քեզ, ասում է զավակս, դուստերս կարոտել եմ քեզ, բերանդ բաց, մի հատ Աստծուն օրհնի։ Պատկերացրեք, մենք բոլորս ծնողներ ենք, մեր երեխեքը գան, մամ ջան, պապ ջան, ոնց ես, 5 րոպե, ցավը տանեմ, այսքան փող ա պետք, այդհամ այս հարցը լուծեմ։ Էլի կհանես կտաս, բայց վատ ես սլնում, որ որպես ծնող քո երեխեն չի նստում քո հետ խոսա, կիսվի, կարոտում ա քեզ քո հերը։ Այսօր գալիս ենք Տեր ջան, ես եմ ուզում, այն եմ ուզում, ալելույա, ամեն։ Ու էսի համարվում է աղոթք։ Տերը ասում է, եթե անգամ քո հոգսդ չբերես, ես վերևից տենում եմ, ինչ ա պետք քեզ, չասես էլ ես գիտեմ։ Ու դրա համար շատ անգամ մեր աղոթները պատասխան չեն առնում, որտեղ անդադ մարմնավոր, այ մարդ հոգևորը խնդրի, էլի գրած է մարմնավորը ինքը տենում է, ինքը կտա հոգևորը խնդրի։ Ասա Տեր, ես հոգևոր աճ եմ ուզում, ես այսքան տարվա հավատացյալ եմ, ես չեմ կարում սիրեմ, ես չեմ կարում ներեմ, ես չեմ կարում զիջեմ։ Տեր ջան ինձ սեր տուր, Տեր ջան իմ հետ իմ մեջ ապրի, որ ես բոլորին սիրեմ, քո աչքերով նայեմ, չնեղանամ։ Գիտեք, չէ նեղացկոտությունն էլ ոգի է, ժողովուրդ, այսօր հավատացյալներ կա, մի բան ասես, չես կարում, նեղանում է։ Այդ էլ ոգի է, որ բռնում է։ Այ մարդ դեքո քուրն է, ասում է թող արդարը ինձ հանդիմանի, կարող է մի բան էլ ասում է, խես վատ լնում։ Այդ նեղացկոտությունն էլ էդի մի հատ ոգի է, ժողովուրդ, այնքան ասելու բան կա Աստծուն, ասա Տեր ինձ ազատի նեղացկոտությունից, վիրավորվելուց, իմ հին մարդուց ինձ ազատի, ինձ սեր տուր, հավատք տուր, հույս տուր, հոգու պտուղները տուր։ Մենք այդքան կարևոր բաները թողած գալիս ենք, Տեր ջան, փող չունենք, Տեր ջան, առողջություն չունենք, Տեր ջան, մարդ եմ ուզում, Տեր ջան, կնիկ եմ ուզում, այ մարդ հələ հոգևորը խնդրի, մարդուն է կհասնես, կնիկին է կհասնես, բայց հոգևորը խնդրի։ Ասում է, եթե մենակ այս կյանքում ունենք հույս Հիսուս Քրիստոսի վրա, բոլոր մարդկանցից ողորմելի ենք։ Սիրելիս էլի կտա, չեմ ասում այնի չխնդրես, բայց հոգևորը խնդրի, որ դու այսքան տարվա հավատացյալ ես, 10 տարվա, 20 տարվա, կարող է 30 տարվա, դու սեր չունես, դու չես կարում ներես, դու չես կարում քո եսը խաչես,
Դու լսելու ունակություն չունես, դու ուզում ես միշտ խոսած, դու չես ուզում, որ մեկը քեզի շտկի, մեկը քեզի ուղի։ Դրա համար կարևոր բաներ խնդրեք, սիրելիներս, հոգևոր արժեքներ։ Մնացածը Տերը ասում է կտրվի, եթե անգամ չխնդրես, կտրվի, բայց դու հոգևորը խնդրի։ Եվ դու կտենաս, որ զորանում ես, սիրելիներս, էսուն այն աշխարհում ի՞նչն է մեզի պահում։ Իրական հավատացյալին, որ տենում են, ասում են, լսի, դու այլ մոլորակային ես, քեզ չի հետաքրքրում, այս աշխարհը խառնվել է իրար, այս մարդիկ իրար են ուտում, պատերազմներ։ Բա քո աշկերը փայլում է, բա դու ուրախ ես, դու այդ ո՞րդուց ես։ Դու տխուր չես, տրտում չես, դու էլ այդ ժամանակ բերանդ կբացես ու կսկսես Հիսուս քարոզել, որտեվ իմ քաղաքականությունը վերևն է։ Իմ քաղաքականությունը ընդեղ է, ես քիթս չեմ մտցնում քաղաքականության մեջ։ Այս ժողովուրդ ինչ որ եղել է, ալնում է ու պտի լինի, սաղ գրած է Աստվածաշնչի մեջ։ Ես թողած իմ թանկ ժամանակը նստեմ քաղաքականություն նայեմ, որ հիմնական ամեն ինչն է ստի վրա է։ Ինձի պետք է։ Ես իմ Հիսուսի հետ կկապնվեմ։ Այսօր ինչ գրում են 90%-ը սուտ է։ Ես ինչի դրա վրա ժամանակը վատնեմ, թե քաղաքականություն նայեմ։ Ես այս աշխարհից չեմ, այո, իմ քաղաքականությունը երկինքն է, Հիսուսն է, իմ ուշք ու միտքս Հիսուսն է, Հիսուսին ծառայելը, Հիսուսի ժողովուրդը ու երկնային Երուսաղեմը։ Ես ինչ ունեմ այս աշխարհի վրա։ Դրա համար ասում են, դուք այս աշխարհից չեք, դուք այլ մոլորակայիններ եք, այո, այլ մոլորակներից ենք, երկնային Երուսաղեմից ենք։ Եվ մեզի հետաքրքիր չի, այդ ժամանակ բերանդ կբացես ու կվկայես քո Հիսուսից, բայց ասես տխուր տրտում վիզը ծուր, ով կուզի քո բերանից Հիսուս լսի, հլը ասեք տեսնեն։ Հավատացյալները այսօր մտնում են դուրը ջարդելով խաղաղություն, ձեզ այ մարդ խաղաղություն չկա մեջդ, խես տենց խոսում, անգիր արած բառեր։ Ուրախություն չունես, խաղաղություն չունես, դու կարաս Հիսուս վկայես, մեկը նայի քո նամրոտ դեմքին կասի, եթե պետք է քո նմանը լինեմ, ավելի լավ է չլինեմ, մի պատմի աղբոր պես։ Դու պետք է քո աչքերով դու քայլող ավետարանը լինես, քո աչքերին նայելով, տեսնեն, որ դու այս աշխարհից չես, որ դու խաղաղ ես, որ այսքան այս ժխորի մեջ, այս ամեն ինչի մեջ դու չես կորցրել քո խաղաղությունը, քո սերը, քո ուրախությունը։ Իրանք արդեն էդի տեսնում են, ու իրանք կհարցնեն, գիտես կասեն, դու ով ես, հլը պատմի, որ դու այս աշխարհի մեջ ոնց որ այս աշխարհից չլինես։ Այդ ժամանակ բերանդ կբացես, կպատմես, կասես, ես Աստծո զավակ եմ։ Տերը մեզի խոստումներ ա տվել ամեն բանի մեջ, որ ասում է մի վախեցեք, ես ձեզ հետ եմ։ Այդ ժամանակ կտենաս, որ բխում է աղբյուրը, խոսքը գնում է, անկախ քեզանից վկայություն ես տալի։ Բայց որ նամրոտերեսներով քիթը ծուր կախած, ասենք ինչ Հիսուս պտի վկայես, այդ մարդը կասի, ես տենում եմ քեզ, չեմ էլ ուզում մտածեմ, որտեղ քո Աստվածը ինչ է քեզի պահում, որը տենց դիլխորման ես գալիս։ Դրա համար սիրելիներս, որպեսի երկնքի արքայությունը լինի մեր բոլորի սրտի մեջ, մենք պետք է լինենք աղոթքի մարդիկ, հոգևոր մարդիկ, աղոթող մարդիկ, կապ պիտի ունենանք, որ այդ երկինքը գա քո սրտի մեջ, ասում է երկնային արքայությունը, ուրախությունը, խաղաղությունը, ցնծությունը, Սուրբ Հոգու ձեռքով։ Եթե որ Սուրբ Հոգու հետ կապ չունենանք, եթե որ երկնքի հետ կապ չունենանք, այդ արքայությունը որտեղից է գալու մեր ներսը։ Ոնց են մարդիկ տենալու այդ արքայությունը։ Մարդ կա, ես գիտեմ լիքը տենց հավատացյալներ, մեջը դժոխք է։ Սիրելիս, որ խոսում է, այդ մեջի դժոխքը թափում է։ Այդ մարդու ներսը էդ է, այնի ուղակի մակերեսորեն խոսքերով է հավատացյալ։ Նա երբեք Հիսուսին չի էլ տեսել։ Իր կյանքում ինքը Հիսուսին չի տեսել։ Մեկ որ ես ասում եմ Տերը սենց բացեց, Տերը նենց բացեց, մի օր ինձ սենց ցավեցնելու համար, այդ ինչ է, Տերը եկավ կանգնեց ասեց, ասի հա, Տերը Սուրբ Հոգուն բացում է, վայ քեզ, որ Աստված քո հետ չի խոսում։ Եթե դու այսօր այն մարդուն, որ Աստծո հետ կապ ունի, հեգնանքով սենց Տերը եկավ ասեց, հա, Տերը ասում է կմտնեմ եւ կբնակվեմ ձեր մեջ, դուք տաճար եք։ Եթե այսօր դու կապ չունես, Աստված քո հետ չի խոսում,
Էդի նորմալ չի, դու գնա շտկվի, ինձ մի ճանապարհ ցույց տուր, այո, Տերը իմ մեջ է, Տերը բացում է, Տերը ասում է, Տերը խոսում է, Տերը հայտնություններ է տալի։ Իսկ այն հավատացյալները, ովքեր Աստծո հետ կապ չունեն, զարմանում են, ոնց։ Տերը եկավ, Տերը խոսած, այդ ոնց եղավ։ Շատ սովորական։ Եթե դու էլ Աստծո հետ կապ ունենաս, կտենաս ոնց ալնում։ Դրա համար սիրելիներս, Տիրոջ հետ ամուր կապերով կապվեք ամեն օր, աղոթքի կյանքով։ Թող քո աղոթքի կյանքը չտուժի, գործ կլինի, տան գործ կլինի, դրսի գործ կլինի։ Գիտես, որ մտքիդ տեղը լինի, Աստծուն ժամանակ կտաս, այն որ քնիցը տելը, կես ժամ թեկուս, շուտ կարթնանաս, կաղոթես, նոր կգնաս գործի։ Կարաս թե չէ։ Ժողովուրդ, մի բան, որ մարդու մտքին տեղ է ալնում, ինքը անում է։ Ինքը անում է, չես կարա պատճառաբանել ժամանակս չի հերիքում։ Այդ ինչի այդ խառը գործերի մեջ ասում ես, վայ մի հատ կոֆե խմեմ, մի հատ թարմանամ, ժամանակ գտնում ես։ Բա ժամանակ գտի, բացի մի հատ Սաղմոս կարդա, լավ չեմ ասում սաղ գիրքը կարդաս, մի հատ Սաղմոս կարդա, հոգիդ սոված է, մեռնում է։ Մի հատ Սաղմոս կարդա, մի հատ կարճ աղոթի։ Ասա Տեր ջան, ինձ ուշ տուր, ես ունայն աշխարհում, ես խավար աշխարհում, չկորցնեմ խաղաղությունս, չկորցնեմ ուրախությունս։ Ու Տերը կպատասխանի քեզ, բայց այսօր էդի չկա, աղոթքը չկա, Աստծո հետ կապ չկա, ուզում ենք ուրախությունը լինի, ուզում ենք խաղաղությունը լինի, ուզում ենք։ Տերը ասում է, բայց դու երբ ես գալի իմ առջև։ Ասում է Անանյան, աղոթքի մեջ էր, երբ որ Տերը հայտնվեց, ասեց գնա Պողոսի մոտ, Սողոսը, հա։ Եվ գնաց աղոթեց, աչքերը բացվեց, բայց եթե որ աղոթքի մեջ չլներ, Տիրոջ հետ կապի մեջ չլներ, ոնց էր Տերը խոսալու։ Դրա համար շատ կարևոր է, որ մենք որպես հոգևորներ մեր տեղում լինենք, սիրելիներս, մեր տեղում։ Տերը օրհնի ձեզ։ Սիրելիներս, դարձյալ մի հատ տեղել եմ ուզում կարդամ։ Եկեք բացենք Նաումի մարգարեություն։ Երկրորդ գլուխ Նաում մարգարեություն կարող եք գրել, ովքեր որ գրում են, երկրորդ գլուխ առաջի խոսքից։ Խորտակող է վեր գալիս քեզ դեմ, պահիր պարիսպը, ճանապարհին նայիր, մեջքդ պնդացրու եւ ուժդ շատ շատացրու։ Խորտակող է վեր գալիս քեզ դեմ։ Իսկ ով է այդ խորտակողը։ Սատանան եւ դիվական աշխարհը։ Տերը զգուշացնում է, որ սատանան գալիս է։ Պահիր պարիսպը։ Ագրադան լինի ժողովուրդ, այդ պարիսպը, որ չարը չմտնի։ Իսկ այդ պարիսպը երբ է վերցվում, երբ որ մենք մեղանչում ենք, դռները բացում ենք, անօրենը գալիս է գողանալու, հափշտակելու այն ինչ որ ունենք, մեր փափագը, մեր սերը, մեր հույսը, ասում է պարիսպը պահի, բայց գրած է, նա ով խախտում է սահմանները, օձը կծում է նրան, պարիսպը պահի, որ սատանան քեզի չխայթի, մի դուրս արի պաշտպանությունից այն կողմ։ Այդ պարիսպը քեզի պահում է այն ժամանակ, երբ որ դու Տիրոջ խոսքի մեջ ես։ Եթե դու խոսքից դուրս եկար, մեղանչեցիր եւ չզղջացիր, այդ պաշտպանությունը վերցվում է քո վրայից, եւ դու շատ խոցելի ես դառնում։ Դրա համար ասում է, ճանապարհի նայի, մեջքդ պնդացրու, սրանք սաղ հոգեվոր բաներ են, ժողովուրդ։ Դու որպես զինվոր մեջքդ պնդացրու, ճանապարհիդ նայի, պարիսպդ պահի, որ սատանան չգա գողանա, քո փափագը, քո սերը, քո ուրախությունը, այսօր հավատացյալներ կան, ժողովուրդ այնքան տխուր, տրտում, ես հասկանում եմ հավատքի կյանքը հեշտ չի, բայց ես ուրիշ բան եմ ասում, որ այն երկնային արքայությունը չկա այդ մարդկանց, գիտեք ինչի համար, սիրելիներս, որտև Աստված պաշտությունը դարել է այդ մարդկանց համար բեռ, եւ իրանք այդ բեռների տակ ճզմվում են, իրանք վերցնում են կրոնավորությունը,
ուզում են օրենք պահեն առանց սիրո եւ չեն կարողանում, այդ մարդիկ տառապում են, ուղակի դժողքի վախից, որ դժող, հա, էսի չանենք, էնի չանենք ու այդ մարդիկ չարանում են, գիտեք, շատ հավատացյալներ, այնպես խայթելու հատկություն ունեն, նայում ես ասում ես Տեր, ինչի էլի, պետք է քաղցրություն բխի այս մարդուց, խի է խայթում, լավ, որովհետև ինքը հեռացել է Հիսուսից, որտև իր մեջ քաղցրություն չկա, ինքը վերցրել է այդ բեռների տակ, ինքը ճզմվում է, որտև Աստված պաշտություն է պետք է սիրո վրա հիմնված լինի, դու սիրելով պետք է չգողանաս, սիրելով պետք է չշնանաս, որտև դու չես ուզում քո Հիսուսին վշտացնես այն Աստծուն, որ քո համար կյանք ա տվել, բայց եթե դու վերցրել ես առանց սիրո ուզում ես օրենք պահես, չես կարա, մի օր տրաքելու ա էդի, ու այդ հասնենց բաներ անես, որ դու էլ զարմանաս, ասես ես սենց բանի ընդունակ էի, ժողովուրդ պիտի սիրելով պաշտել Հիսուսին, կարոտելով, ոչ թե կարդամ, դե հավատացյալ եմ, դա ոնց կլինի չկարդամ, դնեմ սկսեմ կարդամ, բայց ըստուս մտնում ա, անդուց ելնում ա։ Պետք չի տենց կարդալ, պետք չի տենց աղոթել, որ դե պետք է աղոթեմ, էլի ոնց կլինի, բա հրեշտակները երկինքը նայում են, բա ես չաղոթեմ։ Ես չեմ կարա չաղոթեմ, իմ Տերը ինձ ա սպասում, ես կարոտում եմ իմ Հիսուսին, ես պետք է խոսամ իր հետ։ Ես չխոսամելով խոսա Հիսուսի հետ, բայց եթե այդ փափագը չկա, այդ սերը չկա, դու կմեռնես հոգևորապես, դու դառնալու ես գազազած շուն, այսօր լիքը տենց հավատացյալներ կա, մեզ ես կպնում ես տրաքումա, որտև ինքը չունի սեր, չունի խաղաղություն, բայց ուզում ա օրենք պահի իրան ստիպելով իրան, ու այդ մարդիկ նայում ես Հիսուսի հետ հանդիպում չեն էլ ունեցել, ասում ես Տեր, ես ինչ ա կատարվում, սիրելով պիտի պաշտես Տիրոջը, հոժար սրտով, ծառայելն էլ պիտի սիրով լինի, ասում ա անիծված ա այն մարդը, որ Աստծո գործը ծուլությունով ա անում, եթե այս բեռը դրել են քո վրա, դու այնա որ դե պիտի քարոզես, այնա որ պիտի ծառայես, մի արա աղբոր պես, էդի Աստծո համար զրոյ ա, դու սիրելով պիտի ծառայես, որտև տենում ես մարդիկ դժոխք են գնում, մի հոգի էլ լսի, իրա չար ճանապարից հետ դառնա, դու երկնքում վարձք ունես, բայց եթե դու դե որ հրաժարվեմ ինչ կասեն, բայց ոնց կլինի, էդի Աստծո համար զրոյ ա, դու պետք է սիրելով ծառայես, Տիրոջը սիրողը սիրում ա նաև Տիրոջ ժողովրդին, եւ տեսնում ես մարդիկ կորուստ են գնում, ոնց չխոսաս, ոնց չասես, ոնց չզգուշացնես, որ մարդիկ կանգնեք դժոխք եք գնում, որտև սիրում ես Տիրոջը, եւ Տիրոջ աչքերով ես նայում այդ մարդկանց, եւ խղճում ես, եւ ծառայությունը բխում արդեն անկախ քեզանից, բխում ասում ես այս մարդկանց ասենք, մի հոգի էլ լսի փրկվի, մեծ բան ես անում, բայց եթե դու սեր չունես, դու ուզում ես օրենք պահես, դառնում ես գազազած կրոնավոր, այսօր լիքը կան այտենց մարդիկ, որ իրանք չեն քսվում, մաշ չեն ներկում, հանգարց որ մի հատ այտենց մեկին տենում են, հարցակվում են վրեն, ժողովուրդ, ես գիտեք ինչքան եմ նկա, հարցակվում են այդ մարդու վրա, այ մարդ, եթե դու չես արել, հոժարությունով չես արել, այ մարդ մի արա, բայց խի ես այս մարդուն ատում, խի ես բարձրից նայում, որ դու լա մեղավոր մեկն ա էլի, չի կարելի տենց, եթե անգամ ինքը սխալ ա, դու իրան պետք է խղճալով Հիսուսի աչքերով նայես, ոչ թե այս ով ա, այս ինչ ա հագել, այս ինչ ա, էդի Աստծո առաջ դու հպարտացար ու ավելի մեծ մեղքի մեջ ընկար, քան այն քուրիկը, որ ասենք թե շպարվել էր, ինչ որ կամ եղունգներն էր սարքել, դու հպարտացար, դու ավելի մեծ մեղք ես անում, քան այն մարդը։ Եվ դրա համար սիրով պիտի լինի ծառայելը, Աստծո խոսքը դու մենակ սիրելով պիտի պահես։ Ինձ ով կարա ստիպի, որ ես այս գիրքը կարդամ։ Կուզեմ կկարդամ, կուզեմ չեմ կարդա, բայց իմ հոգին կարոտում ա իմ հորը։ Բա ես ոչ չկարդամ, ես չտենամ այսօր իմ հերը ինձ ինչ ա ասում։ Բա իմ հերը երկնքից սպասում ա իմ աղոթքին։ Ես ոչ չծնկեմ, ես ոչ չխոսամ իմ հոր հետ։ Այդ Աստված պաշտությունը ժողովուրդ նման մարդիկ հոգևորապես աճում են։
որովհետև էդի իր համար հոգևոր սնունդ է, հոգին ծառավ է, հոգին սոված է, Աստծո խոսքը կարդալու, աղոթելու, ոնց չսնվես, սոված ես, պետք է խոսքը ուտես, մարդը ոնց է սոված անում, օրը 2 անգամ, 3 անգամ, մարդկա 10 անգամ ա ուտում, բա հոգիտ էլ է սոված, բայց եթե եսի քեզի չի ձգում, բայց դու հավատացյալ ես, դե պետք է կարդաս, դե լավ, դե բացենք մի բան կարդանք, պետք չի տենց քո կարդալը, պետք չի այդ աղոթքը, որ դու ծնկում ես, բայց ուշքդ միտքդ չգիտես ուր է, Աստծուն վշտացնում ես, Հիսուսը եւս մի անգամ արտասվում է քո վրա։ Դրա համար պետք է սիրելով պահել օրենքը, սիրելով պաշտել Աստծուն։ Ոչ թե դե ինչ կմտածեն մարդիկ, դե պետք է աղոթեմ, դե պետք է քարոզեմ, քարոզը պետք է լինի երկնքից վերցված։ Սիրելիներս, այսօր շատ անգամ ասում են գնա պաշտամունք, այնքան պաշտամունքներ եմ գնացել, լեկցիաներ, մարդկանց հոգնեցնող լեկցիաներ, չես ուզում լսես, որտեվ երկնքից չի վերցված, մարդկային բաներ, գիտություն, որ մարդը հոգին չի սնում։ Ես իչքան որորը, որ պիտի քարոզեմ, ես դրանից առաջ ասում եմ, Տեր ինձի տուր թեմա, ես չեմ ուզում մարդկային բաներ խոսամ, այդ ժողովրդին հոգնացնեմ, առանց հետ էլ այսօր այնքան խոսացող կա, թողես սա խոսում են, բայց հարցը նրանում է, դու երկնքից խոսք վերցրել ես, այդ քարոզը երկնքից հա Տերը քեզ տվել, թե քո գլխու բաներ ես խոսում։ Այդ քարոզից պետք է իմ հոգին սնվի, ես պետք է աճեմ, մեծանամ, եթե ես պետք է գամ լեկցիա լսեմ, ինձի պետք չի։ Սա լեկցիա է, բացում ես 1000-ից մեկը, որ հոգիդ սնվի, սա գիտություն է, ուրացնում է գլուխը մարդու, հոգնացնում է, ինձի լեկցիա պետք չի, ինձի պետք է հոգուց խոսք, որ այդ խոսքը լսելուց հետո շնացողը շնությունը թողի, գողացողը գողությունը, մարդու կյանքի մեջ փոփոխություն կատարվի, բայց այսօր ոնց կան շնացողը տենց է մնում են, ոնց կան գողացողը տենց է մնում են, բայց տարիներով գնում գալիս ու քարոզ են լսում։ Դրա համար այն ձևի պիտի քարոզվի, երկնքից խոսքը պիտի վերցվի։ Մարդկանց տաս, որ փոփոխություն լինի, ինչ է կարծում ժողովուրդ, հեչ մարդ չկար, որ Տերը Հովնանին ասեց, գնանին վե մեծ քաղաքը քարոզի, որտեվ իրանց ամբարշտությունները Աստծո աթոռի առաջ է հասել, հեչ մարդ չկար, տեսեք Տերը ինչ արեց, ձկանը հրամայեց կուլ տվեց, նորից փսխեց ցամաքը, Հովնան գնա քեզ եմ ասում, այդ ամբողջ այդ երկրում մի հատ Հովնան էր, չեք մտածել հեչ, այդ լավ Տեր Աստված էլ մարդ չկա, որ պետք է այդ խեղճ մարդը այդքան փորձանքներով անցներ, Հովնանի քարոզություններ պետք ընդեղ, որտեվ Հովնանը այն ձևի պետք է քարոզեր, որ այդ մարդիկ փոխվեցին, քուրց հագան եւ ապաշխարեցին եւ Տերը չբերեց այդ չարիքը, բայց այսօր սաղ քարոզում են, հələ մարդ էլ կա ոչ մեկ ոչ երկու նեղանում է, ուզում է քարոզիչ դառնա, նեղանում է, խմբից դուրս է գալի, չեք թողում քարոզեմ, այ մարդ, հələ Աստծո հետ կապ ունեցի, հələ կարողացի սովորես, հետո կսովորացնես, մի վազեք բաների, որ էդի ձերը չի, դու լպտի ճանապարհ անցնես, մի հատ Հովնան, ամբողջ երկիրը Աստծո առաջ է, մի հատ Հովնան, Տեր ասում է, մենակ Հովնանը կարա անի, էսի մենակ Հովնանը կարա անի, դրա համար սիրելիներս, Աստծո հետ կապը շատ կարևոր է, հոգևոր կյանքում դու Աստծո հետ կապ ունենա, շատ անգամ այսպես որ ասում ես Տերը ինձ սենց բացեց, նենց բացեց, հավատացյալները շշմած նայում են աշկերիդ, որտեվ իրանք կապ չունեն, ասում են այդ ոնց եղավ, բան ես խոսում, մարգարեական խոսք ես խոսում, չեն հավատում, ըլնում է հետո նոր հասկանում են, որ այս մարդը ճիշտ է, այ մարդ հոգի կա ներսս, բացել է, հո ինձ անից չեմ խոսում, հոգի կա, չէ ներսս, Աստծո հոգին ունեք դուք ասում է, ով որ Աստծո այդ մեկը ալում, այդ հոգին ունի Աստծո այդ մեկը ալում, եւ այդ ամեն բաները քեզի Տերը հայտնում է, ինչի եք կասկածում, հոգի ունենք, Աստծո հետ կապ ունենք, բայց մարդ կա, որ Աստծո հետ կապ չունի, ասում ես Տերը սենց ասեց, Տերը բացեց, սենց շշմած նայում այրեսիդ, որտեղ ինքը 100 տարի չգիտի այդ ինչա, Տերը խոսա, Տերը բացի, Տերը ասի, հայտնություն տա, հրեշտակ տենա, դրա համար սիրելիներս, կապ, ամենակարևորը, աղոթք,
Միշտ հիշեք, ամենաառաջի սատանայի պրիցելը աղոթող հոգիներն են։ Աղոթի Դանիելի նման, թեկուզ անգամ հասնես մինչև առույցների գուբը, աղոթի Դանիելի նման, Տերը ոնց որ իջացրել է գուբը, տենց էլ անվնաս հելնելու ես այդ գուբից, բայց Դանիելի նման աղոթի, սիրելիներս, աղոթքը միակ բանն է, որ ամբողջ երկինքը ասում է լռություն եղավ, եկեք այդ մասը կարդանք, հայտնություն, սիրելիներս, այդ մասը ուզում եմ կարդալ, 8-րդ գլուխը, հայտնություն 8-րդ գլուխը, և երբ որ 7-րդ կնիքը բացավ, լռություն եղավ երկնքումը իբրև կես ժամի չափ, երբ որ կնիքը բացեց, երկնքում կես ժամ լռություն, ամբողջ հրեշտակները, զորքերը, սուրբերը լռում են, ինչի համար, Տիրոջ ականջը իր սուրբերի աղոթքինը, և տեսա այն 7 հրեշտակները, որ Աստծո առաջին կանգնած էին, և 7 փող տրվեցավ նրանց, և մի ուրիշ հրեշտակ եկավ կանգնեց սեղանի առաջին, և մի ոսկի խնկանոց ուներ, և շատ խունկ տրվեցավ նրան, որ բոլոր սուրբերի աղոթքների հետ մատուցան է։ Հիմա հասկացաք, երկնքում լռությունը, ամբողջ երկնային լիությունը, ասում է կես ժամի չափ լռություն եղավ, Տերը ասում է սուսեք, զավակներիս աղոթքն է, դրա համար աղոթքը ամենակարևոր բանն է քրիստոնյայի կյանքում, հիշեք, եթե դու չունես աղոթքի կյանք, դու մեռած հավատացյալ ես, բա դու ում հետ ես կապնվում, աղոթքն է կապնվելու միջոցը, ում հետ ես խոսում, որ դու աղոթքի կյանք չունես։ Հիսուսը, որ Հիսուս էր, աշակերտներին ընտրելուց առաջ ասում է ամբողջ գիշեր բարձացավ սարը, մինչև լուսադեմ աղոթեց, ինչ էր աղոթում։ Տերը ասում էր, Պետրոսին կվերցնես, այս մյուսին կվերցնես, այն մյուսին, էդի սաղ աղոթքով էր առնում։ Հիսուսը, որ Հիսուս էր, ամբողջ գիշերը աղոթքի մեջ անցկացրեց։ Բայց այսօրվա մեր աղոթքները 5 րոպե, 10 րոպե, էդ էլ ինչա Տեր ջան, ես եմ ուզում, այն եմ ուզում, էսի տուր, այնի տուր, հաջողություն Հիսուս ջան, էլ դու ինձի պետք չես։ Եվ Տերը լացում է, Տերը արտասվում է, ասում է, միթե ես այդ Աստվածն եմ, որ դու գալիս ես իմ առաջ ու դու բան չունես ինձ ասելու, մենակ պահանջներ, տեսեք դրա համար սիրելիներս, երկինքը լռություն էր, Տերը սպասում է իմ աղոթքին, քո աղոթքին, մեր բոլորի աղոթներին, հալելույա, աղոթքը քո հոգևոր թևերն է, կարդալը աղոթքը, դրանով դու պտի թռնես, այս երկրային իրականությունից, այս երկրային, այս նողկալ ես ամեն ինչից, պտի թռնես, էդի ոնց հալնում, աղոթքով, միաբանվես Տիրոջ հետ, որ տենաս Տերը քեզ ինչ է ասում, Տերը ոնց է ասում, Տերս փառավորվի սիրելիներս, Այսքանով ավարտվեց իմ թեման, սիրելիներս, այստեղ համարներ էի գրել, ուզում եմ տեսնեմ, արդյոք բոլորը կարդացել եմ։ Փառք Տիրոջը, այն ինչ որ Տիրոջից վերցրել էի, ձեզ փոխանցեցի, սիրելիներս, լինենք աղոթքի մարդ, Տիրոջ ոտքերի առաջ, Դանիելի նման, 21 օր ժողովուրդ, պատերազմում էր դևը և այն կարգի, որ հրեշտակը բերել է պատասխանը չի կարում ճեղքի, մթնոլորտը փագել են դիվական աշխարհը, Միքայելը գալիս է, Տեր ասում է այդ են աղոթի, որ ճեղքես, որ ամբողջ երկնային զորքերը գան քեզ օգնության, աղոթքը հզոր ուժ է, աղոթքը զորություն է, աղոթքը մեր հոգու ջուրն է, ասում է, որ Եղիան փախել էր, ժողովուրդ կհիշեք, ասում է սրտանց ուզեցավ մեռնել, երբ որ Հեզաբելը ասեց ես քո հարցերը կլուծեմ, այսպես ասած, որտեվ 850 սուտ մարգարե սպանել էր Եղիան։ Այս խեղճ մարդը
Մարդ է ամեն դեպքում։ Վախից փախավ, ասում է ասես Տեր հոգիս վերցրու, պահի տակ ասում է աչքը կպավ, քնել էր եւ հրեշտակը բան ա բերում, կուժ եւ հաց, ջուր եւ հաց, ուտելիք։ Այն մարդը, որ ուզում է մեռնի, Տեր ասում է Եղիա, մեռնել չկա, դու հələ ճանապարհ ունես, հրեշտակը բոթում է, արթնացի կեր խմի, երկար ճանապարհ ունես։ Պետք է գնաս մինչև Աստծո քորեփսարը, ես ընդ պետք է քեզ հանդիպեմ, ես ընդ քեզ ասելիք ունեմ, Եղիա, ինչ մեռնել։ Կրակից կառք ա գալու քո հետևից, հրեղեն ինչ մեռնել, հափշտակվելու ես։ Բայց դու դեռ պետք ես Տիրոջը եւ ասում է արթնացավ կերավ այդ կերակուրը եւ այդ կերակուրի զորությունով գնաց 40 օր 40 գիշեր մինչեւ Աստծո քորեփսարը։ Սա էլ նաեւ խորհուրդն է մեր անապատային տարիները մինչեւ հասնենք Տիրոջը։ Իսրայելը 40 տարի, չէ՞, անապատով գնաց եւ ասում է Եղիան 40 օր ու գիշեր այդ կերակուրի զորությունով գնաց մինչև Աստծո քորեփսարը ու որոնք են այդ կերակուրները աղոթք եւ ընթերցանություն հոգեվոր հաց եւ ջուր ասում է կուժով ջուրը եւ նկանակը դրել էր Եղիայի մոտ որպեսզի մենք ապահովաբար հասնենք Քանանի երկիրը մենք միշտ պետք է ունենանք այդ հոգևոր հացը, հոգևոր ջուրը, որպեսզի կարողանանք գնանք առաջ։ Եղիայի նման հզոր մարդը մի օր առաջ 850 սուտ մարգարե է սպանում, երկնքից կրակ է իջացնում։ Տեսեք ինչ հզոր գործեր է անում, հաջորդ օր այս խեղճ մարդը չի ուզում ապրի։ Տեր հոգիս վերցրու, բավական է, ես իմ հայրերից լավը չեմ։ Մարդը տկարացավ, վախեցավ, պահի տակ մարդ էր, ասում է Եղիան էլ մեր նման մարդ էր, կրքերի ենթակա Հակոբոսը ասում է, թեպետ մարգարե մարդ էր, բայց ինքը ամեն դեպքում մարդ էր, եւ ասում է Տեր կյանքս վերցրու, Տերը ասում է Եղիա, դու դեռ գործ ունես, Եղիա ջան, արթնացի կեր, հոգեվոր հացդ, ջուրդ, որ ուժ ունենաս, հոգևոր ճանապարհ ունես ասնելու 40 օր ու գիշեր մինչև Տիրոջը հանդիպես, հոգևոր ճանապարհ ունես ասնելու, ինչ մեռնել, հոգևոր հացդ կեր, ջուրդ խմի, Եղիա ջան, ինչ մեռնել, ես քո հետ հանդիպում ունեմ, ինչ մեռնել, նրանից հետո երբ որ Տիրոջը տեսավ, քանի փուլերով անցավ, ասում է վեր կաց, բարձացի սարը, երկրաշարժ, կրակ, այդ ամեն ինչով անցկացրեց ժողովուրդ, մինչև Տիրոջ մեղմ եւ քնքուշ ձայնը լսեց, բայց ինչքան բաների միջով անցավ, փոթորիկի միջով, երկրաշարժի միջով, կրակի միջով, մինչև Տիրոջ մեղմ եւ քնքուշ ձայնը լսեց, նրանից հետո Տերը ասում է, քեզանից հետո Եղիսեին ես դնում ես թագավորին, ասա էլ ներկարծեմ, մի խոսքով, լրիվ ասում է, քեզանից հետո ինչ պիտի լինի, ես սրան ես օծում են նրան, հանգիստ, որպեսի ես քեզ հափշտակեմ երկինք, քո անելիքը պտի անես։ Բայց այսօր ուզում ենք Տիրոջը հանդիպենք, ոչ կրակի միջով ենք ուզում անցնենք, ոչ փոթորիկի, ոչ երկրաշարժի, այդ սաղ փուլերով պիտի անցնես, եթե ուզում ես Տիրոջ մեղմ ու քնքուշ ձայնը լսես, եթե ուզում ես Տիրոջը հանդիպես, կրակով էլ պիտի անցնես, երկրաշարժով էլ պիտի անցնես, փոթորիկով էլ պիտի անցնես, որ քո միջի աղտեղությունները մաքրվի, կրակը պիտի մտնես, Դանիելի մեջ ասում է սուրբերը կրակով փորձվում են, որպեսի Տերը, որպես թե կրակում փորձված ոսկի 7 անգամ մաքրված հոր առաջ կանգնացնի, դրա համար հուշտ մի եղի, մի վախեցի, այսօր քուրիկներից մեկի հետ եմ խոսում, էլի դժվարություններով է անցնում, փառք Տիրոջը, ուրեմն սատանան պտուղա տեսևրետ, մի վհատվի, մի վախեցի, Տերը թիկունքիդ կանգնած է, ուրեմն տարբերվում ես այս աշխարհից, որ սատանան սկսել է հետդ պատերազմել, այսօր լիքը հավատացյալների այսպես գրպանը դրած դժոխք կա տանում, որտեղ ոչ հոգու հետ կապ ունեն, ոչ հոգուց հայտնություն ունեն, ոչ սատանի հետ կռիվ ունեն, խորացել են մարմնական ցանկություններ ուտել, խմել, փող կուտակելու մեջ,
որպես հոգևորներ մահացած են, հոգու կրակը չկա, վկայելու բան չկա, խոսալու բան չկա, կանգնում են աշխարհի մարդկանց հետ աշխարհից են խոսում, որ դու ծավտո առնես ինչ բերես, ոնց որ աշխարհի մարդիկ մի հատ Հիսուսից վկայություն չունեն, սատանան դրած գրպանը տալում է դժոխքում, դժոխք, դրանց հետ պատերազմել չունի, ինչ պատերազմի, այդ մարդիկ չեն խանգարում սատանային, բայց քո դեմ է պատերազմում, որտեվ դու հոգևոր աճում ես, որտեվ քո մեջ բան ա տեսնում, դրանից վախում ա ու դրանից պատերազմում ա։ Իսկ այն մարդիկ, ովքեր հանձնվել են աշխարհի հետ աշխարհին, հավատքի հետ հավատ, սատանան ասում է սրա վրա ինչ կա, որ ես սրա հետ պատերազմեմ։ Էս իմն է, իմ կամքն է անում։ Ասում է գնաց կռվելու նրանց հետ, ովքեր Հիսուս Քրիստոսի վկայության խոսքը պահում են, Տիրոջ պատվիրանքները պահում են եւ Հիսուս Քրիստոսի վկայության խոսքը ունեն։ Դրանց դեմ է կռվում, բայց քո դեմ ինչ կռվի, եթե դու հանձնված ես։ Եթե աշխարհի հետ աշխարհ ես, ինչ կռվի քո հետ։ Այսօր լիքը հավատացյալներ պապանձվել են, բերանները չեն բացում, որ վկային, կողքի մարդը մեռնում է, չի ասում, լսի դրախ կա, դժոխք կա, ապաշխարի սիրտը տուր Աստծուն, ոչինչ չի ասում։ Բա գիտես Տերը չի պահանջելու, Տերը պահանջելու է, ամեն հոգու համար, որ դրել է քո կողքը ու դու չես վկայել, չես ասել, լռել ես, բերանդ փակել ես, Տերը պահանջելու է, Տերը մեզ որպես աղուլույս է դրել երկրի վրա։ Մենք լռենք, ես թերին ինչ ասեց, մի ուրիշ տեղից Տերը մի բան կհանի, բայց դու կկորսվես, որ որպես հավատացյալ աղուլույս չես եղել։ Դրա համար սիրելիներս, մի վախեցեք այդ կռիվներից, այդ հոգևոր պատերազմներից, այդ ատականերից։ Ճիշտ է, դժվար է, բայց մի տեղ էլ ուրախալի է։ Սատանան սկսել է հետդ կռվել, վախում է քեզանից։ Դանիելին ինչի տենց գուբը հասցրեց, վախում էր Դանիելի աղոթքներից։ Այդքան մարդ կար ժողովուրդ, ոչ մեկի դեմ տենց հրաման չստորագրվեց, Դանիելի դեմ էր էդի ուղված, աղոթող մարդ էր նա։ Սատանան իրան լավ չէր զգում այդ մարդու աղոթքներից։ Ասեց, իջեցնեմ գուբը առուծները ուտեն, բայց առուծները կերանեն մարդկանց, ովքեր այդ փոսը փորեցին, Դանիելի մի հատ մազն էլ չընկավ։ Տերը պահեց Դանիելին, տենց էլ քեզ ա պահելու, սիրելիս դու հավատարիմ եղի մինչև վերջ, մի վախեցի, այդ ատականերից, այդ հարձակումներից, այդ նետերից, Տերը ասում է դու իմ խոսքը պահեցիր, ես քեզ եմ պահելու, մի վախեցի, հոգևոր կյանքը պատերազմ է, Տերը քեզ սովորացնում է պատերազմ անել, դու ես պատերազմում, ուժեղանում ես։ Սատանան վրեդ պտուղա տեսե, որ սկսել է հետդ պատերազմի։ Թող են մարդիկ լաց են ողբան, որ սատանան իրանց հանգիստ է թողել, պատերազմ չունի իրանց հետ, թող նրանք մտածեն, իսկ մենք Հիսուսով կհաղթենք այս պատերազմը, թանկագիններս։ Ուզում եմ աղոթեմ, Տերը օրհնի ձեզ բոլոր մարդկանց համար, ովքեր դժվարություններով են անցնում, որ Հիսուսով կարողանանք այս պատերազմը հաղթել եւ առաջ գնալ, հալելույա, փառք Տիրոջս, հալելույա, երկնքի արարիչ, գոհանում եմ քեզանից Տեր, շնորհակալ եմ, որ դու իմ Աստվածն ես, որ դու այս խոսքերը դրիր իմ բերանում, Տեր, փառք քեզ, Տեր, ես ոչ մի բան եմ, Հիսուս, ես մի ատանոթ եմ, քեզանից վերցնելու քո զավակներին փոխանցելու ամբողջ փառք ու պատիվը մեծությունը քեզ Տեր, որ զիբիլներից ոչինչներից անոթներ ես սարքում, փառք քեզ Տեր, ողորմություն արա բոլոր իմ քույր եղբայրներին, ես հիմա խնդրում եմ բոլոր այն մարդկանց համար, ովքեր նեղություններով են անցնում, դժվարություններով, հալածանքներով, առուծների գուբերով, Տեր ողորմություն արա, պահի քո զավակներին, հավատարի մինչև վերջ, ոնց որ Սեդրակը, Միսակը, Աբեդնագովը կրակը մտան, բայց դու էլ մտար կրակը, դու քո զավակներին մենակ չթողեցիր, եւ գրված է անգամ նրանց մազը չէր խանձվել։ Այտենց բան չկա երկրի վրա, որ կրակից մազը չխանձվի, բայց դու պահեցիր, Տեր, հալելույա։ Կրակի հոտ անգամ չէր գալի, Տեր, որտև դու պահեցիր, դու այսօր քո զավակներին ասում ես, մի վախեցիր, կրակի միջով անցնես քո հետ եմ, գետերի միջով քեզի չեն ընկղմելու, որտև ես քո հետ եմ, Տերս, որ բռնում եմ քո ձեռքից եւ ասում եմ, մի վախեցիր, հալելույա, փառք քեզ,
Շնորհակալ եմ, գոհանում եմ քեզանից, փառքով փառավորյալ ամենակարող Տեր, ամեն բանի համար շնորհակալ եմ եւ փառք եմ տալիս, փառավորվիր, օրհնվիր, մեծարվիր, Հայր Որդի եւ Սուրբ Հոգի, հալելույա, ամեն։ Փառք Տիրոջս, հալելույա, թանկագիններս, փառք մեր Հիսուս Քրիստոսին։ Ես ուզում եմ երգեմ։ Ժողովուրդ, մի բան էլ ասեմ, շատ երգեք, շատ երգեք։ Երգը զորացնում է, երգը ուժ է տալիս։ Երգը բարձրացնում է, սավառնում ես Հիսուս Քրիստոսով բոլոր այս դժվարություններից։ Սավառնում ես, հալելույա։ Հիսուս, քեզ բարձրացնում ենք, Հիսուս, երկրպագում ենք քեզ, ով մեր Տեր, ով մեր Թագավոր, միայն դու արժանի ես գերազանց փառքի, Հիսուս, քեզ բարձրացնում եմ, Հիսուս, երկրպագում եմ քեզ, ով մեր Տեր, ով մեր Թագավոր, միայն դու արժանի ես գերազանց փառքի, օրհնյալ է ներկայությունը, սիրուն և անուշահոտ, սրտանց ով Տեր երգում եմ, թե միայն դու արժանի ես, միայն դու արժանի ես, միայն դու արժանի ես գոհության, դու արժանի ես գոհության։ Հալելույա, մենակ մեր Տերն արժանի, պատվի, մեծության, գոհության, սիրելիներս, փառավորեք մեր Տիրոջը, շատ երգեք, շատ։ Ես երգող հոգի եմ, սիրելիներս, ես միշտ սիրել եմ երգելը։ Ես մի օր մեր եկեղեցում մոտեցա այն մարդուն, որ երգելու առումով ինքն էր էլի, այսպես ասած, դաբրո տալիս, մեր խոսքով ասած, ասի գիտես, ուզում եմ երգեմ, փառաբանեմ, ես շատ եմ սիրում երգել, գիտեք սիրելիներս ընենց ուդար տվեց ինձ, որ չէի սպասում, ասեց գնա անձդ քննի, ինչի համար ես ուզում, այ ժողովուրդ շշմա մնացի, ուզում եմ Տիրոջս փառաբանեմ, ոնց թե գնա անձդ քննի, ինքն էլ է երգում, երևի ինձ կոնկուրենտ տեսավ, թե ինչ, ինձ շատ են եկեղեցում կոտրել, շատ սենց մարդ կա ասում է լեզուն, իժի թույնա, լավ քննել, էլ ոչ մոտեցա, էլ ոչ ասեցի, ոչ մի բան, անցան տարիներ, Տերս այնպիսի ճանապարհներով բացեց դռներ երգելու եւ փառավորելու, բայց ինչի համար եք կոտրում ձեր քուրիկին, մարդ եմ, ուզում եմ փառաբանեմ Տիրոջս, չէ, պետք է խայթեն, գնա քննի, տես ինչի ես ուզում երգես, փառք Հիսուսիս, կարողա չեմ երգում եմ էլ, փառաբանում եմ էլ, իրանց էլ Տերը ողորմություն անի, ժողովուրդ մարդկանց ձեռքերը բարձրացրող եղեք, մի խայթեք, ձեռք բարձրացրող եղեք, այդ խայթելը այնքան հեշտ է, մի րոպե, այ մարդ բարի բան ասա, որ մարդը քեզ լսի ուժ առնի, ոգևորվի, ուրախանա, սիրտ տուր, հոգի տուր, ոչ թե խայթի,
ցավացրու գցի են կողմ։ Կարող է շատ անգամ տարիներ պահանջվի, որ այդ մարդը վերականգնվի քո մի վարքյան խայթելու պատճառով։ Ինչի ասում, թրի կտրածը լավանում է, բայց լեզվի կտրածը։ Այ մարդ ծառայող մարդ ես, ուզում եմ երգեմ։ Չես ուրախանում, որ ես իմ Հիսուսին փառաբանեմ։ Փառք Տիրոջս, փառաբանում եմ ու պիտի փառաբանեմ, մինչև իմ կյանքի վերջի րոպեն, քանի է սիրտը բաբախում է, պիտի երգեմ ու փառավորեմ իմ Տիրոջը, որտև ինքը արժանի է, հալելույա։ Ոչ եղբայրն է իմ համար կյանք դրե, ոչ հովիվը, ոչ մյուսը, Հիսուսը։ Իմ Հիսուսին էլ պաշտում եմ, ոչ եղբոր հետևից եմ գնում, ոչ քույրիկի, ոչ էլ մյուսի։ Իմ Տերը իր կյանքը դրել է իմ համար, ես էլ իր համար եմ ապրում, քանի ապրում եմ, պիտի պատմեմ Հիսուսից, պիտի երգեմ ու գովաբանեմ մեր Հիսուս Քրիստոսին։ Թանկագիններս այսօր այսքանը, ես ձեզ օրհնում եմ բոլորին Հիսուս Քրիստոսի անունով, լավ մնացեք, օրհնյալ, բարի, խաղաղ գիշեր, մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի ներկայությունով ողողված։ Տերը օրհնի ձեզ։